Բարև ձեզ, ես այսօր պատմելու եմ իմ կարդացած գիրքը, կոչվում է տնակը։ Մի տնակ է լինում, հետո այդ տնակի մոտ մոտենում է մուկը, ասում է այս տնում ով ապրում, ձեն չեկավ, հետո մտածեց ինք ապրի այդ տնում, և ապրեց, և եկավ գորդը, ով է ապրում այս տնակում, ասաց գորդը, ասում էր մկնիկն է ապրում, մկնիկը ասեց դու ով ես, ասեց ես գորդն եմ, հետո ասեց արի իրար հետ ապրենք, և հետո իրար հետ ապրեցին, և հետո եկավ նապաստակը, ասեց ով է ապրում այս տունը, ես մկնիկը, ես գորդիկը, դու ով ես, ասաց նապաստակը, ես նապաստակն եմ, ասաց նապաստակը, արի ապրենք միասին, ասեց գորդիկը, և մեկ էլ եկավ աղվեսը, ով է ապրում այս տնակում, ես մկնիկը, ես գորդիկը, ես նապաստակը, դու ով ես, ես աղվեսն եմ, արի իրար հետ ապրենք, ասաց նապաստակը, և հետո եկավ գայլը, ասաց ով է ապրում այս տնակում, ես մկնիկը, ես գորդիկը, ես նապաստակը, ես աղվեսը, դու ով ես, ես գայլն եմ, արի միասին ապրենք, ասաց աղվեսը, և մի քիչ առաջ եկավ, մի քիչ հետո եկավ արջը, ով է ապրում այս տնակում, ես մկնիկը, ես գորդիկը, ես նապաստակը, ես աղվեսը, ես գայլը, արի միասին ապրենք, բայց ուզում էր մտնել, բայց տեղ չկար, որ մտներ տնակում, ինչ արեց, որտեղ, ուրեմն ես կբարձրանամ տանիքը ձեր, բարձրացավ, ճղճղաց տունը և փլեց, հետո միասին տխրեցին սկզբից, չէ, և հետո տունը կառուցեցին, և ինչ եղավ, բոլոր կենդանիները ապրին այդ տան մեջ, հաջողություն։